1922 թվական հունվարի 25 Հայաստանի պարլամենտի նորոգված շենքի դահլիճի բեմում բացվեց առաջին պետ-թատրոնի վարագույրը։ Հայտնվեցին Իսահակ Ալիխանյանն ու Լևոն Քալանթարը։ Վերջինս ազդարարեց Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետության առաջին պետական թատրոնը, հայտարարում եմ բացված։ Բեմում Գաբրիել Սունդուկյանի Պեպոն էր Լևոն Քալանթարի բեմադրությամբ։ Ամրագրվեց հայկական թատրոնի նոր ժամանակաշրջանի սկիզբը։ Մինչ այդ 1871 թվականին Սունդուկյանի պիեսը ցուցադրվել էր Թիֆլիսում, դառնալով բեկումնային թե դրամատուրգի ստեղծագործական ուղու, թե հայ թատրոնի տարեգրության համար։ Տոմսերը վաճառվել էին մեկ օրում, բեմադրությունը գրանցել էր շլացուցիչ հաջողություն։ Պեպոյի դերակատարն արդեն անվանի դերասան Գևորգ Չմշկյանն էր։ Դրանից հետո պիեսը մեծ ճանապարհ էր անցել ռուսերեն բեմադրվելով Մոսկվայում, վրացերեն Քութայիսում։ Հասունացել էր հայաստանյան բեմի նվաճումների ժամանակը։ Մի քանի բեմադրություններ է եղել իդեպ ասեմ Պեպոյի, ամենահինը չեմ հիշում, բայց հիշում եմ Աչեմյանի երկրորդ բեմադրությունը այստեղ, որտեղ գլխավոր դերերում Խորեն Աբրահամյան Պեպոյի դերում, Բաբկեն Ներսեսյան, մեր մեծերը եւ մենք որպես մասովկաներ, այսպես ասած, որ վազվզում էինք, տանում էինք, բերում էինք եւ զարմանալի այս պիեսը մինչեւ հիմա չի ծերանում։ Ընդհանրապես Սունդուկյանի դրամատուրգիան պիտի հիշել, որ նա բազմաթիվ գործեր ունի եւ Խաթաբալային, եւ ամուսինները, եւ երի շատ գործեր, որը դեռ բեմադրված չեն, որովհետեւ Սունդուկյանը, ես կարծում եմ, հայ դրամատուրգիայի հիմնադիրներից մեկն է, որովհետեւ ոչ միայն առաջինը, այլ նաեւ ամբողջական, այսինքն եւ կարդում ես Պեպոն, հասկանում ես, որ ոչ մի բան պակաս չի դրամատուրգիան առումով, կերպարները լիարժեք են։ 22 թվականը թատրոնի հանդիսավոր բացման տարեթիվն է։ Իսկ հիմնադրման ու ձևավորման գործընթացը սկսվել էր արդեն 1 տարի առաջ, կնքելով իր անունը Հայաստանի առաջին պետական թատրոն։ Թատրոնի հիմնարկեքը վստահված էր Քալանթարին, ով եռանդով մեծ հեռանկարներով լծվել էր այդ կարևոր գործին ու առաքելությանը։ Խորհրդային նորաստեղծ իշխանության ու մի շարք կարևոր գործիչների նախաձեռնած հայրենանվեր թատերաշինության մեկնարկն արդեն տրված էր։ Ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի շնորհիվ բացման համար ընտրվել էր հայ ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի Պեպոն, որ բեմադրվում էր Թիֆլիսից հատուկ հրավիրված Սունդուկյանական հին գվարդիայի դերասանների մասնակցությամբ։ Ներկայացումը դեռ չսկսված թատերասրահը լցված էր հնչեղ ծափերով։ Երևանի թատերասեր հանրությունն առաջին անգամ հնարավորություն ուներ տեսնելու ստեղծագործությանը համահունչ հատուկ դեկորներ, որոնք հեղինակել էին Գիգո Շարբապչյանն ու Գարեգին Երիցյանը։ Յուրահատուկ մի խանդավառություն էր համակել բոլորին, կազմակերպիչներին, հանդիսատեսին ու մասնակից դերասաններին։ Ներկայացման միջնարարի ժամանակ Լևոն Քալանթարին մոտենում է Գիգոյի դերակատարն ու հուզված ասում. «Օրհնյալ լինես, որդիս, թող Գաբրիել Նիկիտիչի ոգին զորավիկ լինի ձեզ, շատ ապրեք ու հայոց թատրոնի ճրագը վառ պահեք»։ Ապա Քալանթար ջան, քիմեն չի մարմնում, ամեն օր խաղալ կուլի, այդ խոմ դերասանները մեծ սեզոնում ճլերք կընկնին։ Թատրոն է խոմ մեր պապերի ժամանակվա հարսանիքը չի, որ օխտը օր, օխտը գիշեր տևի։ Ասել էր Շուշանի դերակատարուհին, մեծավաստակ Վարդուհին, բախվելով ամենօրյա իրար հաջորդող կանոնավոր ելույթներին։ Ես Սունդուկյան թատրոնում աշխատում եմ 82 թվականից, 84 թվականին բեմադրվեց Սունդուկյանի Պեպո ներկայացումը, Խորեն Աբրահամյանն էր բեմադրիչը, միասին աշխատեցինք ներկայացման վրա, բավականին հետաքրքիր ներկայացում էր, ես զգեստներն էի անում, բեմանկարիչը Եվգենի Սաֆրոնովն էր, որը այնպիսի ձևավորում էր արել, այնպիսի Թիֆլիս էր ստեղծել, դա ուղղակի մի աննկարագրելի տեսարաններ էին այդ ներկայացման մեջ, ներկայացումը ինքը լեգենդի նման մնաց, որովհետև ինչ որ հարցեր կային, որոնք այդքան էլ լավ չընդունվեցին, բայց ներկայացման մեջ զբաղված բոլոր դերասանները
մեծից փոքր ամբողջ խումբն էր մասնակցում ու դա մի sense ուղղակի Թիֆլիս էր ներկայացված։ Ուզում եմ խոսել Խորեն Աբրահամյանի հայտնի Պեպոյի մասին, որ ժողովրդի մեջ այսպիսի խոսակցություններ էին տարածել, որ ջինսերով են խոտես բան չի եղել, խնդրում եմ այդ թյուրիմացությունից դուրս եկեք, ինչ ջինս, ինչ բան։ Ուղղակի Խորեն Աբրահամյան ռեժիսորը այլ կերպ էր տեսնում այդ գործը Սունդուկյանի Պեպոն, որովհետև այնտեղ հետաքրքիր թեմաներ կար այդ Պեպոյում, ասում է, եթե Պեպոն այդքան լավ տղա է, ու Խորեն Աբրահամյանի մեկնաբանությամբ ասում են, չա ուզում այդքան իր քրոջը ամուսնացնի այդ ողորմելի դարչոյի հետ հարցեր են, չէ, դրանք ռեժիսորական թեմաներ են, խնդիրներ են։ Հետո ուրիշ բաներ էր մտածել այդ ներկայացման մեջ, որտեղ, ասենք, Էփեմյան այդ կինտոների միջից եկած մի աղջիկ է, որը ամուսնացել է այս մեծահարուստի հետ, որովհետև Խորեն Աբրահամյանի բեմադրած Պեպոյում Էփեմյան կենտաուրի էր պարում, որտեղ պարում էր էլի են։ Հետաքրքիր մտահոգություններ կան, ուղղակի այդ ժամանակի համար, որ, այսպես ասած, այդ մեծահարուստները գեղեցկում եւ կոմունիստական մտածելակերպի համար ձեռ չէր տալիս, դրա համար այդ ներկայացումը փակեցին ու այդպես վերաբերվեցին այդ հանճարեղ դերասան եւ ռեժիսոր վարպետի Խորեն Աբրահամյանի հետ պատվարվեցին, այդպիսի բաներ լինում են, բայց դա իրեն չխանգարեց, որ հետո Էդմոնդ Քին բեմադրի եւ էլի լիքը հետաքրքիր գործեր։ Նախախորհրդային հայ թատրոնի հիմքում կանգնած էին տաղանդավոր մի քանի գործիչներ, որոնց հակումներն ու ստեղծագործական ոճերն էին որոշում բեմական կյանքի զարգացումը դերասանների հիմնական զանգվածի ցածր մասնագիտական պատրաստվածության ֆոնի վրա։ Թեև Արմեն Արմենյանի եւ Օվի Սևումյանի նախաձեռնած հետաքրքիր փորձերը խոստումնալից էին, սակայն իզորու չէին ապահովել ընդհանուր առաջընթաց։ Թատերաշրջանի ընթացքում յուրաքանչյուր պիես լավագույն դեպքում բեմադրվում էր ընդամենը 2 անգամ, եւ ահա Հայաստանի առաջին պետական թատրոնի գոյությունը փոխել էր ամեն ինչ։ Իր շենքը մոտավորապես մի 50 մետր հեռավորության վրա, դա փայտից եւ գիպսից սարքած շենք էր, բայց ուներ հին ոճը, բալկոններով, որտեղ ամեն օր մտնում են այնպիսի մեծ դերասաններ, ինչպիսին Փափազյաններ, ինչպիսին Հրաչյան Ներսեսյաններ, ինչ ասեմ, Դավիթ Մալյանը, մեծերը մեր բոլորը, հիմքը դրված էր այնտեղ։ Եվ դրա հիմքում ընկած էր բանվորական թատրոն հասկացողությունը։ Այն ժամանակ դե հեղափոխությունից հետո այդ թատրոնը բանվորական թատրոն էր։ Միասնիկյանի ցանկությունն է եղել, որ թատերաշրջանը առաջին բացեն Սունդուկյանի Պեպոյով, որովհետև այդ ժամանակ հնչում էր շատ բարձր Սունդուկյանի անունը եւ հատկապես Պեպոյի։ Հայաստանի մայրաքաղաք տեղափոխվելու հեռանկարով հրապուրված էին Արուս Ոսկանյանը, Արտեմ եւ Մարի Բերոյանները, Արշակ Մամիկոնյանը, Հովանես Ստեփանյանը, Մկրտիչ Գարագաշն ու այլոք։ Մինչ թատրոնի պաշտոնական բացումը 2 տասնյակից ավելի դերասաններ արդեն Երևան էին եկել։ Ֆրանսիա կոչված նախկին հյուրանոցի երկրորդ հարկում եւ Սվերտովի փողոցում գտնվող շենքում նախապես պատրաստված բնակարաններում։ Դերասանների համար ստեղծվել էին բացառիկ բարենպաստ պայմաններ։ Այն արվեստագետների ընտանիքները, որոնք դեռևս չէին կարողանում տեղափոխվել Երևան, ամսական ստանում էին նպաստ դերասանի աշխատավարձին համարժեք։ Պետական թատրոնի հիմնադիր կազմին տրամադրվում էր նաև հավելյալ նյութական աջակցություն, ինչն էապես թեթևացնում էր նրանց ստեղծագործական գործն ու առօրյան։ Դաշնակցական պարլամենտի նախկին շենքը վերափոխվեց եւ հարմարեցվեց նորաստեղծ պետական թատրոնի կարիքներին, հնարավորինս զերծ մնալով նախկին օրենսդիր մարմնի պաշտոնական լրջությունից ու երբեմնի վաճառականների ակումբին բնորոշ միջավայրից։ Սակայն շինանյութի սուր պակասի պատճառով շենքի վերանորոգումը մի փոքր ձգձգվում է եւ ավարտվում նախատեսված ժամկետից ուշ 1922-ի հունվարին, որն էլ պաշտոնապես ընդունվում է որպես թատրոնի բացման ամսաթիվ։ Թատրոնի հիմքը եղավ Թիֆլիսյան թատրոնը։
եւ հենց այդ թատրոնի ուժերով ստեղծված Պեպո ներկայացումով բացվեց 1922 թվականի հունվարի 25-ին վարակույրը բացվեց, որոշումը կայացվեց 21-ի օգոստոսի 16-ին եւ Պեպոն կարծես դարձավ շրջադարձային մի պիես, որը պարբերաբար սկսեց խաղացվել հրդեհից հետո նույնպես, դրանից առաջ նույնպես, նաև վերջին վերանորոգումից հետո նույնպես։ Նորաստեղծ թատրոնն իր առաջին հանգրվանը գտավ Ստեփան Շահումյան 4 հասցեում։ Դերասանական եւ ստեղծագործական կորիզը կազմվեց Թիֆլիսից հրավիրված գործիչներով։ Երևան եկան որոնումների թատրոնի փորձառու դերասաններն ու հիմնադիր Լևոն Քալանթարը, ով նաև ստանձնեց Պետ թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, դրոշմելով իր ուրույն ձեռագիրը։ Նորաբաց թատրոնը պետք է կարողանար նույն բեմի վրա համախմբել ինչպես փորձառու վարպետներին, այնպես էլ կիսա արհեստավարժ սկսնակներին, բերելով գեղարվեստական միասնականության։ Խորհրդային կենցաղը դեռ նոր էր ձևավորվում եւ դրանից բխող նոր դրամատուրգիան դեռևս գոյություն չուներ։ Միակ ստեղծագործական նյութը կարճատև կյանք ունեցող ագիտացիոն պիեսներն էին, որոնք բացարձակապես չէին համապատասխանեցնում պետական դրամատիկական թատրոնի բարձր չափանիշներին։ Ուստի թատրոնի ամբողջ խաղացանկը կարող էր սնվել միայն դասական դրամատուրգիայից։ Ես հիշում եմ, երբ ուսանող էի, սովորում էի թատերական ինստիտուտում, ուսանողներով գալիս էինք ներկայացումներ դիտելու, ու իմ աչքի առաջ են այդ հզոր ներկայացումները Վարդան Աճեմյանի բեմադրած Իմ սիրտը լեռներում է, այնուհետև հիշում եմ Խորեն Աբրահամյանի Օթելլոն, երբ որ բեմադրեցին այստեղ դա Կորիոլանը, մի խոսքով ես հիշում եմ, որ անընդհատ Խաղողի այգին եւ այլն, մենք նայել ենք այդ ներկայացումները եւ հիացել ենք այդ մեծությունների խաղով։ Թեև ժամանակներն անբարենպաստ էին, սակայն թատրոնին հարկավոր կտորեղենը, կտավները, պրեզենտն ու այլ նյութերը տրամադրվում էին Ալեքսանդր Միասնիկյանի միջնորդությամբ Երևանում տեղակայված ռուսական զորամասերի պահեստներից։ Կար գիտակցություն։ Երկրի կայացումն առանց մշակութային զարթոնքի անհնար է։ Շենքում ընթացող վերանորոգման պատճառով թատերախմբի փորձերը կազմակերպվում էին սառն ու անշուք մի սենյակում, որտեղ մշտապես լսվում էին շինարարների գործիքների ձայները։ Սակայն դերասանների համախմբված կամքն օգնում էր պահպանել անհրաժեշտ ստեղծագործական լարվածությունը։ Որոշ ժամանակ անց անհրաժեշտություն է ծագում փորձասենյակը տրամադրել դեկորների հեղինակին, ուստի փորձերը տեղափոխվում են Կարմիր բանակի ակումբի բակ։ Ժամանակավոր շենքում պայմանները ավելի ծանր էին, բայց ստեղծագործական աշխատանքը դրանից չէր տուժում։ 32 թվականին թատրոնը վերանվանվել է Կարմիր դրոշի շքանշանակիր պետական դրամատիկական թատրոն։ Ինչու, որովհետև այդ տասնամյակում այնքան մեծ հաջողություններ են ունեցել, այնքան լավ ներկայացումներ, որ պարգևատրվել են Կարմիր դրոշի շքանշանով եւ այդ Կարմիր դրոշի շքանշանակիր անվանումը ավելացել է նախկին անվանմանը։ 1937 թվականին առաջին պետթատրոնը կոչվում է հայ մեծանուն դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի անվամբ, որից մեկ տարի անց թատրոնը տեղափոխվում է նոր շենք։ Ակադեմիական կոչումը ստացել է 1960 թվականին։ Տարիներ անց առաջին պետթատրոնն անվանվեց Գաբրիել Սունդուկյանի անվան, ապա այդ անվանն ավելացան նաև ազգային ու ակադեմիական բառերը։ Առաջին պետթատրոն, որն այնուհետև վերանվանվեց Սունդուկյանի անվան, թատրոն այնուհետև ակադեմիական, այնուհետև ազգային եւ այլ, այսինքն սրանք բոլորը փուլեր են, որ անցել է, բայց նաեւ կա մի փուլ, մի բնութագրում, որը ժողովրդի բնութագրումն է եւ այն կոչվում է մայր թատրոն։ 1962 թվականին այրվում է տասնամյակների կենսագրություն կերտած թատրոնի շենքը, պատճառելով մեծ վնասներ։ Սակայն այն ոգին, որ թևածում էր, մարել հնարավոր չէր։ Թատրոնը վերակառուցվեց։ Այն կրկին իր դռներն ու վարակույրը բացեց հանդիսատեսի առջև 1966 թվականի մարտի 5-ին։ Դարձյալ Սունդուկյանի Պեպո ներկայացմամբ այս անգամ Վարդան
Աճեմյանի բեմադրությամբ։ Առաջի անգամ ես մասնակցել եմ Պեպո ներկայացմանը Վարդան Աճեմյանի բեմադրությամբ, այնտեղ տեսարաններ կար, մենք մասնակցում էինք, երիտասարդներ էինք եւ խաղում էին Պեպո խաղում էր Բաբկեն Ներսեսյանը, Խորեն Աբրահամյանը, Գիքո Էդգար Էլբակյանը, որ հանջարեղ էր խաղում եւ շատ լավ ներկայացում էր, շատ մեծ հաճույքով եմ հիշում։ Եվ երկար տարիներ ենք խաղացել, միշտ Պեպոն համարյա թե մեր ծրագրում եղել է։ Պեպոն կարծես դարձել էր թատրոնի այցեքարտը։ Իդեմս Ծկնորս Պեպոյի եւ նրա շրջապատող մարդկանց Սունդուկյանը թատրոն է բերել հալալ աշխատանքով մի կերպ գոյատևող հասարակ աշխատավորների կերպարներ, որոնց համար խիղճը, վեհանձնությունը, վարությունը, բարոյական անսակարկելի հատկանիշներ են։ Պեպոն, որն իր միջավայրի ծնունդն է, իր խավի հոգեբանության կրողը, որին անհասկանալի են Զիմզիմովի եւ նրա նմանների անազնիվ արարքներն ի վերջո, դատ է սկսում ուրիշի աշխատանքը յուրացնողների դեմ, պաշտպանելով ոտնահարված արժանապատվությունը, արդարությունն ու ճշմարտությունը։ Այս ստեղծագործությունը հայ ռեալիստական դրամատուրգիայի մնայուն էջերից է եւ հայ թատրոնում ամենաշատ բեմադրվող գործերից։ Ով էր Գաբրիել Սունդուկյանը։ Ինչ ներդրում ունեցավ հայ թատրոնի պատմության մեջ։ Նա մեկն էր, որի գրական թատերական գործունեությունը զուգադիպել էր այսօր Կովկասում կապիտալիզմի սկզբնավորման, սոցիալ-տնտեսական բարդ ու հակասական ժամանակաշրջանին։ Եվ նա այս ամենն արտացոլեց իր ստեղծագործություններում։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհավորեմ Գաբրիել Սունդուկյանի մեծ գրողի, մեծ դրամատուրգի 200-ամյակը եւ հենց իր խոսքերով էլ ուզում եմ սկսել, որպեսզի բոլորին հասկանալի լինի եւ բոլորը եւս մեկ անգամ հասկանան, թե ինչքանով է արդի մինչեւ այսօր 200 տարի անց Գաբրիել Սունդուկյանը։ Սունդուկյանը իր տեքստերում ունի ժողովուրդ, այս աշխարհում ով ազգի հակառակն է, ազգի անունով է խոսում։ Ով սատանին ձեռով է բարև տվել, հրեշտակների անունով է օրդում ուտում։ Ով Քրիստոսին մեղ խփող է, ավետարան է քարոզում։ Ով հազար թումաններ է գողանում, մեծ թումանի գողին է նախատում։ Էլ ինչ երկարացնիմ, ով գլխեմեն ինչրու վուդը հարամ է, հալալու արդար է իրեն ձևացնում։ Եվ նայեք այս բառերը ինչքանով են համահունչ նաև այսօրվա եւ նաև համահունչ կլինեն սանից հետո, չգիտեմ, մի քանի 100,000 տարիներ հետո։ Սունդուկյանի հռչակավոր հերոսի եւ Մայր թատրոնի կապն ավելի ամրապնդվեց 1976 թվականին, երբ այս հրաշալի քանդակը տեղադրվեց Մայր թատրոնի այգում։ Քանդակի Պեպոն Խորեն Աբրահամյանն է։ Կտակի մեջ գրել է անպայման այնինչ որ մենք ունենք հիմա այս այգում Պեպոյի արձանը։ Խնդրել է որ անպայման որ իր արձանը պետք չի որ կանգնեցնեն, ինքը չի ուզում իր արձանը կանգնեցնել, որտեղ ինքը արդեն կենթանի դասական էր, ամբողջ տարածաշրջանում տեղից էլ դուրս խոսում էին իր մասին, իր պիեսների մասին եւ բեմադրությունների մասին, ինքը խնդրում է որ իր արձանը չկանգնեցնեն ոչ միտեղ, փոխարենը կանգնեցնեն Պեպոյի արձանը եւ ձախ ձեռքին լինի թուջից պատրաստված այդ բանը թուղթը, բարաթը եւ մատով աչ ձեռքի մատով ցույց տա այդ բարաթը եւ այն հարցադրումը թե բա քո խղճի դավթարում էլ չկա գրած այդ հայտնի բանը մանալոգից այդ հատվածը։ Սունդուկյանի անվան թատրոնի այգում տեղակայված Պեպոյի հոյատիպ քանդակի հեղինակը Գրիգոր Ահարոնյանն է։ Այն հետաքրքիր հարգանքի տուրք է ուղղված ինչպես դրամատուրգին, այնպես էլ նրա ստեղծագործությանն ու այդ ստեղծագործությունը բեմում ապրեցնող արտիստներին։ Պետք է ասել, որ հայ դրամատուրգիայի նահապետն է ինքը եւ այդ ամբողջ գրականությունը, որ թողել է մեր ժառանգություն, մինչև այսօր էլ արդիական է։ Այսօր Սունդուկյան թատրոնում խաղում ենք Սունդուկյանի Պեպոն եւ բավականին հետաքրքիր հանդիսականի ռեակցիաները եւ մոտեցումը եւ լուծումները Պեպոյի հիմնախնդիրը արդիական է այսօր նաեւ մեր օրերում, քանի որ այնտեղ ճշմարտությունը կորած էր եւ հետո գտան ճշմարտությունը։ Պեպոյի ասելիքը այդ բարաթի մեջ չէր, նա ճշմարտության կորստի մասին էր խոսքը։
որ ճշմարտությունը կորել է, բայց հետո գտնվում է դուրս լույս աշխարհը գալիս է ճշմարտությունը։ Օրերից մի օր ճշմարտությունը միևնույնն է հաղթելու է եւ ճշմարտությունը բացահայտվելու է։ Սունդուկյանը կար 3, կա այսօր եւ լինելու է վաղը։ Ինչու, որովհետեւ նրա բարձրացրած թեմաները շատ արդի են։ Եթե 3 հնչում էր Պեպոն հրաշալի, այսօր էլ հնչում է։ Այսօր մենք Արմեն Էլբակյանի հրաշալի բեմադրությամբ խաղում ենք Պեպո ներկայացումը եւ ինքը շատ այսօրվա է, շատ արդի է։ Հրաշալի դերակատարմամբ իմ ավագ ընկերը Տիգրան Ներսիսյանը ֆանտաստիկ խաղում է Պեպոն եւ ես էլ պատիվ ունեմ խաղալ այդ ներկայացման մեջ։ Ու ես տեսնում եմ հանդիսատեսը ինչ ոգևորությամբ, ինչ գիտեք, պատվով են հեռանում թատրոնից, որովհետև ազգային թեմա է բարձրացվում եւ Տիգրանն Ներսիսյան ամեն հնչյունը, ամեն տողը, ամեն ասված բառը այնքան վեր է բարձրացնում, որ կարողանա ստիպել դիմացինին, մարդուն մտածել խնդրի մասին։ Մեծ անուններ են կապված Մայր թատրոնի կենսագրությանը, որոնց մասին հիշատակելը խիստ կարևոր անհրաժեշտություն է։ Առանց նրանց այդ կենսագրությունն այսքան հարուստ ու բազմազան չէր լինի։ Այստեղ աշխատել են մեր մեծությունները, սկսած Լևոն Քալանթար, անցյալ դարաշրջանի, այնուհետև գալիս են Վարդան Աճեմյանը, այնուհետև գալիս է Գուլակյանը, Արմեն Գուլակյանը եւ այլն, հետո արդեն հետագայում այստեղ սկսում են աշխատել նաեւ Հրաչե Ղափլանյանը, ռեժիսորների մասին է խոսքս, դե չեմ ասում, որ այս թատրոնում են այսպես բարձունքի հասել մեր մեծերը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Մետաքսիա Սիմոնյանը, Էդգար Էլբակյանը, այնքան շատ են, որ նույնիսկ չես կարողանում բոլորին հիշել ու թվարկել։ Դա մի ամբողջ աստղաբույլ է եղել եւ չգիտեմ, դա մեծ տոնահանդես է եղել ամեն մի ներկայացում։ Ճեմասրահ թրող մեծանկարը հանճարեղային նկարիչ Մարտիրոս Սարյանի Հայաստան կտավն է, որը եղել է թատրոնի առաջին բարաքույրը։ Սունդուկյան թատրոն արդեն ասելով պարտավորություն է։ Օրինակ ամեն անգամ բեմ մտնելուց եւ թատրոն մտնելուց ոնց որ եկեղեցի մտնես, պետք է ազնիվ լինես շատ, որովհետեւ մեր թատրոնը սովորական թատրոն չի։ Սա թատրոնի դեմքն, քաղաքի դեմքն առաջի թատրոնն է, մայր թատրոնը իզուր չի կոչվում մայր թատրոն։ Երբ մտնում ես մայր թատրոնի բեմ, ինքն արդեն օդում մի այնպիսի էներգիա է, որ դու արդեն ապրում ես, շնչում ես այդ ամենով։ Եվ այո, մեծ պատասխանատվություն է լեգենդներից, մեծերից հետո ոտք դնել թատրոն ու խաղալ։ Մեր թատրոնը, Սունդուկյան թատրոնը մեծ ընտանիք է, եւ այս ընտանիքում ապրողները պետք է հասկանան, որ այդ ընտանիքը երբեք չի փակվելու։ Երբ մենք չլինենք էլ, այս ընտանիքը անընդհատ աճում է, շարունակում է գնալ, եւ ամենամեծ օրինակներից մեկը հիմա ես նստած եմ մի նկարի մոտ, որտեղ մեր Սունդուկյանի գրեթե բոլոր մեծերը, վարպետները նկարում կան եւ մի բան եմ ես նկատել։ Հիմա մեր դերասաններից շատերին, երիտասարդներին փորձում եմ նմանացնել, թե որ մեկը ումա նման։ Այսինքն Սունդուկյանցիների տարիների ընթացքում նմանվում են իրար։ Այստեղ կան մի քանիսը, որոնց ես ասում սա դու ես եւ շատ նման են իրար արդեն։ Այսինքն այս ընտանիքը երկար կյանք ունի։ Այս թատրոնում ամեն ինչ իր պատմությունն ունի։ Այստեղ տասնամյակների կնիք կա, որ թանկացնում ու վերարժեքավորում է արդեն իսկ թանկն ու արժեքավորը։ Այստեղից է սկիզբ առել բեմական խոսքի ուժը, կերպարի խորությունն ու հոգևոր մշակույթի հարատև շունչը։ Այսօր էլ թատրոնի ղեկավարումը ստանձնած մարդիկ, գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն ու տնօրեն Վարդան Մկրտչյանը փորձում են պահել այդ հևքը, պահպանելով ավանդույթներն ու ոչ մի կերպ հետ չմնալով ժամանակի զարկերակից։ Այս թատրոնի, եթե կարելի ասել այս ինստիտուտի
գերնպատակը ժամանակին համապատասխան քայլելն է 21-րդ դարի տեմպառիթմին, 21-րդ դարի փիլիսոփայությանն ու էությանը համահունչ քայլելն է, որովհետև գիտեք իր հիմնադրման առաջին փուլից սկսած այս թատրոնը եղել է մրցակցային թատրոն։ Հատկապես իհարկե խորհրդային երկրների թատրոնների մեջ, որը ձեզ ասեմ ամենևին էլ ցածր չափանիշ չուներ, բավական լավ չափանիշ ուներ։ Եվ այդ մրցակցայնությունը պահպանելու եւ առավել բարդ իրավիճակում արդեն ոչ միայն խորհրդային թատրոնների, այլ ընդհանրապես աշխարհի թատրոնների հետ մրցակցային լինելու խնդիրը կա։ Մենք որդեգրել ենք փիլիսոփայություն, որ կոչվում է ավելին քան թատրոն, եւ քաջ գիտակցում ենք, որ այս թատրոնը յուրահատուկ կրթարան է բարի եւ ուղիղ եւ փոխաբերական իմաստով, թե հանրության համար, թե նաեւ այն պետք է լինի արվեստները միավորող, արվեստի տարբեր ուղղություններին տարբեր հնարավորություններ տվող կրթական բազմապիսի ծրագրեր իրականացնող կառույց։ Սունդուկյան թատրոնում մշտապես գնահատված են եղել անգլիացի մեծ դրամատուրգի Շեքսպիրի պիեսների բեմադրությունները, որոնք տարբեր տարիների տարբեր մրցանակներ են բերել թատրոնին։ Ձեզ վստահողը պետք է գիտենա, որ դուք առյուծ չեք, այլ նապաստակներ, աղվեսներ էլ չեք, այլ երկչոտ սագեր, այնքան է կայուն, ինչքան ածուխը սառույցի վրա կամ թե կարկուտը արեգակի տակ։ Ակադեմիական թատրոնի պատմությունն այսքան հարուստ ու բազմաշերտ չէր լինի, եթե այդ պատմության էջերում ոսկետար գրված չլինեին այն ղեկավարների անունները, որոնք որդեգրելով անցյալի ավանդույթները նոր շունչ տվեցին օրգանիկ այս կառույցին։ Լևոն Քալանթար, Տիգրան Շամիրխանյան, Վարդան Աճեմյան, Արշակ Բուրջալյան, Արմեն Գուլակյան, Խորեն Աբրահամյան, Հրաչյա Ղափլանյան, Վահե Շահվերդյան, Տիգրան Գասպարյան, Արմեն Էլբակյան։ Հենց այստեղ իրենց ստեղծագործական ուղին կերտեցին Վահրամ Փափազյանը, Հովանես Աբելյանը, Հրաչյա Ներսիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, Հասմիկը, Խորեն Աբրահամյանը, Մետաքսիա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Մահեր Մկրտչյանը, Բաբկեն Ներսիսյանը, Շահում Ղազարյանը, Ազատ Գասպարյանը, Վարդուհի Վարդերեսյանն ու շատերը։ Թատրոնը մշտապես սերունդներ է ընդունել ու ճանապարհել, մնալով նույն բարի ու խստապահանջ հսկան։ Այն տունը, որտեղ դերասաններն առաջին անգամ զգացել են բեմի շնչառություն, իսկ վաստակած վարպետները վայելել իրենց գործի արդյունքը։ Փոխվել են դերերը, դեմքերը, անունները, բայց թատրոնը մնացել է որպես արմատների մեջ մխրճված հաստաբուն ծառ, որի խաչվող ուղիները դժվար են, բայց եւ խիստ պատվաբեր։ Թատրոնը մի արվեստի տեսակ է, որը չի մեռնելու, ինքը անընդհատ մնալու է, ուժ չունենակ։ Ինչու՞։ Որովհետև թատրոնը հենց հիմա այս պահին պիտի խաղաս։ Այտենց բան չկա է, գնամ մի քիչ թափառնեմ, վազելով գամ խաղամ, չէ։ Հենց հիմա դե խաղա։ Այ հենց հիմա պիտի խաղաս եւ հանդիսատեսը նստած դահլիճում այդ հենց հիմայի վրա զարմանում ասում։ Հենց հիմա խաղաց, հենց հիմա լաց եղավ, հենց հիմա զարմացավ, հենց հիմա, հա, հենց հիմա է։ Թատրոնը ժամանակ չունի, որ կինոյի պես վազեմ, հեռվից վազելով գամ, թափառնեմ գամ, չէ, հենց հիմա։ Յուրաքանչյուր սերունդ անցնելով այս բեմով թողել է իր անկրկնելի հետքը, մեկի միջոցով հարստացել է խաղացանկը, մյուսի շնորհիվ թարմացել ռեժիսորական միտքը, երրորդի արվեստով բացահայտվել դերասանական նոր հավակնություններ։ Թատրոնը դարձել է մի ամբողջ աշխարհ, որտեղ ճակատագրերը խաչվում են, տաղանդները բյուրեղանում, իսկ հոգիները թրծվում։ Այս աշխարհում բեմի լույսերն ու մշտական որոնումները պահպանում են ստեղծագործական շարժը, որը չի դադարում անգամ ամենածանր ժամանակներում։ Եվ որքան էլ փոխվեն ճաշակները, տեխնիկական ու արտահայտման միջոցները, թատրոնի էությունը նույնն է մնում։ Ապրեցնել մարդուն, բարձրացնել նրա հոգին եւ ստիպել հավատալ գեղեցկությանը։ Նոր սերունդները գալիս են իրար շարունակելու, իրենց մեջ կրելով նույն անսասան համոզմունքը. բեմը երբեք չի ծերանում, եթե
կա սիրտ, որ ուզում է խոսել դրա միջոցով։ Բոլոր թատրոններն են լավ թատրոններ են, ես հավանում եմ, ընդհանրապես թատրոն ասածը ես ընդունում եմ ու պաշտում եմ, հարգում եմ, բայց ես պիտի ասեմ անկեղծ, այնտեղ որտեղ ես եմ աշխատում, դա աշխարհի ամենալավ թատրոնն է։ Մայր թատրոն։ Սա պարզապես գեղեցիկ բնորոշում չէ, այլ կոչում, որ մարմնավորում է ողջ կառույցի էությունը, որպես թատերական ավանդույթների պահապան, որպես հոգևոր ժառանգություն եւ շարունակություն։ Թող հարատև լինի հոսքդ, երբեք չփակվի վարակույրն ու չդադարեն ծափերը։ Երիցս օրհնյալ է լինելդ։ Մեր առաջին թատրոն։